Կառավարությունը համերի բազմազանություն եւ ժողովուրդների բարեկամություն։ Սա է հայ եւ ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոնի հիմնական նպատակը։ Ողջունում ենք մեր բոլոր հյուրերին, Արզնիի բոլոր բնակիչներին, ովքեր այստեղ են գտնվում, փառատոնի մասնակիցներին եւ համոզված ենք, որ այսօր բարձր տրամադրությամբ կացնի մեր փառատոնը։ Իսկ մենք արդեն ունենք մեր մեծարգո հյուրեր, որոնք սիրով կողջունեն ձեզ փառատոնի բացման արարողության շրջանակներում։ Իսկ մինչ այդ բեմարտակ եմ հրավիրում Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի փողային նվագախումբը դիմավորեք ղեկավար Միրան Խաչատրյան եւ կհնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Շնորհակալություն, դեյն սիրելի հյուրեր, հիմա անցնում ենք մեր ողջույնի խոսքերի մասին։ Սիրով բեմահարթակը տրամադրում ենք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության туриզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանին։ Տիկին Գևորգյան, համեցեք։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ազգային փոքրամասնությունները ներկայացնող սիրելի գործընկերներ, հյուրեր, սիրով բոլորիդ ողջունում ենք Արզնի համայնքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի անունից հողում եմ ձեզ մեր ողջույնները։ Զբոսաշրջության կոմիտեն այս տարի աջակցում է 12 փառատոններից, որոնցից միայն 2-ն են անցկացվելու Երևանում, մնացած բոլոր 10 փառատոնները անցնելու են մարզերում։ Մենք շատ կարևորում ենք ներքին զբոսաշրջությունը եւ կարծում ենք, որ իրադարձային туриզմը դա հենց այն բանալին է, որը բացելու է ներքին զբոսաշրջության ակտիվացման շրջանը Հայաստանի Հանրապետությունում։ Շատ ուրախ եմ, որ Արզնի համայնքը այս տարի ներգրավվեց զբոսաշրջային փառատոնային այս արշավի մեջ եւ կարծում ենք, որ շարունակական է լինելու, տարեց տարի մեծանալու է։ Մենք լավ փորձ ունենք բոլորը օրեր առաջ տեսակ Երևանի գինու օրերը, որը արդեն անցկացվում է 9-րդ անգամ եւ արդեն 100 հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են մասնակցելու հենց այդ փառատոնին։ Մենք լիահույս ենք, որ Արզնի փառատոնը նույնպես լինելու է այդպիսի փառատոններից մեկը, դառնալու է այդպիսինը, դառնալու է ազգային ոչ միայն փոքրամասնությունների, այլ նաև այն բոլոր երկրների ներկայացուցիչները, որոնք այստեղ ներկայացված են, այդ երկրներից մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենալու, որոնք գալու են իրենց առանձին տաղավարներով ներկայացնելու իրենց ազգային մշակույթը, խոհանոցը եւ սովորությունները։ Բոլորիդ ողջունում եմ եւ մաղթում հաճելի երեկո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իսկ այժմ խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին։
Շնորհակալ եմ, սիրելի հյուրեր, սիրելի ներկաներ, ուրախ եմ գտնվել եւ ողջունում եմ բոլորիդ համերի, գույների, հոտերի, ազգությունների բազմության այս հրաշալի փառատոնին։ Շատ խորհրդանշական վայրում ենք անցկացնում այս միջոցառումը։ Արզնի համայնքը հավանաբար հայտնի է այստեղ ասորական համայնքի մեծ Ասորական համայնքի բազմաթիվ ընտանիքների ներկայացվածությամբ է հայտնի իհարկե Արզնի համայնքը եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին այստեղ տեղափոխվել են նաեւ բազմաթիվ ռուսական մալականների ընտանիքներ, իդեպ մեր համայնքի տաղավարի անկյունում է գտնվում, համեցեք թթու համտեսելու եւ կարկանդակներ համտեսելու։ Մաղթում եմ մեզ բոլորիս այսօր հաճելի ժամանց եւ վստահ եմ, որ այս բարեկամական եւ ընդհանուր համերաշխության մթնոլորտը, որ մենք այսօր կվայելենք միջոցառման ընթացքում, մեզ շատ ու շատ երկար ժամանակ կճանապարհի մեր կյանքի ընթացքում։ Հաջողություն եւ բարի երթեր միջոցառմանը խնդրում։ Սիրով խոսքը տրամադրվում է Արզնիի համայնքապետ պարոն Ֆելիքս Միրզոևին։ Ողջունում եմ բոլորին, հյուրերին, մասնակիցներին եւ իհարկե Արզնի համայնքի բնակիչներին ողջունում եմ, շնորհավորում եմ բոլորիս, որտեղ այսօր շատ կարեւոր գեղեցիկ օր է։ Մենք այսօր այսպես պետք է անցկացնենք, որ մեր հիշողություններում միշտ դրական լիցքեր բերի մեզ բոլորիս։ Մաղթում եմ բոլորիս բարի ժամանց, հույսով եմ մյուս տարի էլի Արզնիում դուր կարենք ավելի շատ քանակով բնակիչներ, հյուրեր եւ ինչու՞ չէ տուրիզմի ոլորտից էլի մեր բարեկամներից։ Նորից բարի ժաման բոլորիս, ավելեք ողջույն։ Շնորհակալություն։ Այժմ խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետության Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Աբրեսյանին։ Խնդրեմ բարոյացություն։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ հարգարժան Տիկին Լուսինե Գևորգյան, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր հարգարժան Պավոլ Սանդիկով, Արզնի համայնքի ղեկավար հարգարժան պարոն Միրզոև, մեր շատ սիրելի հարգելի պարոն Մամուլյան, պարոն Քոչարյան, հարգելի սիրելի ժողովուրդ, հարգելի Հայաստանի քաղաքացիներ, հարգելի բոլոր համայնքների ներկայացուցիչներ, Կոտայքի մարզ, Արզնի համայնք, բոլորին ողջունում ենք այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Այսօրվա միջոցառումը առաջին հերթին ուղերձ է համայն աշխարհին միասնության, խաղաղության, բարեկամության։ Աշխարհին խաղաղություն մաղթելու, բոլորին կոչելու, հորդորելու, խաղաղ ապրելու, միասնական ապրելու, աղարելու, ստեղծագործելու։ Շնորհակալ ենք բոլորին, շնորհակալ ենք զբոսաշրջության կոմիտեին այս միջոցառմանը եւ նման բոլոր տեսակի այս միջոցառումներին կայուն գործուն աջակցություն ցուցաբերելու համար Կոտայքի մարզին, Արզնի համայնքին, բոլոր գործընկերներին, հովանավորներին, Ջերմուկ գրուպին, Տեքսարտին, մեր բոլոր գործընկերներին ու հովանավորներին։ Շնորհավորում եմ բոլորիդ այսօրվա կապակցությամբ, պարոն Մամուլյանը ավելի գեղեցիկ ապրուշ ավելի լավ կասի խորհրդանշական։ Ինչ պարոն Մամուլյանին խոսքը տալը ասեմ, որ այսօրվա այս փառատոնի խորհրդանիշը Ղափաման է, բոլորիս սիրված Ղափաման եւ այժմ ասեմ նաեւ որ Ղափաման նաեւ խաղաղության խորհրդանիշ է, ինչ այսօր անհրաժեշտ է ամբողջ աշխարհին եւ խոսքը ուզում եմ տալ պարոն Մամուլյանին, խնդրեմ շնորհակալություն պարոն Քոչարյան։ Սիրելի մասնակիցներ, հարգելի հայրենակիցներ, բարեկամներ, հյուրեր, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի հարգարժան նախագահ Տիկին Գևորգյան, Արզնու համայնքի ղեկավար պարոն Միրզոև, պարոն Ապրեսյան տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ, պարոն Սանդիկով, մեր լավ եղբայր եւ ազգային ժողովի պատգամավոր, սիրելի մասնակիցներ, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր կանգնած են այս միջոցառման հիմքում։ Դա հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ամբողջ անդամներն են, Անի Նազարյանի գլխավորությամբ, ով միջոցառումների ղեկավարն է, դա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի
ամբողջ անձնակազմն է պարոն Ապրեսյանի, Աշոտի, Սիրուշոյի գլխավորությամբ։ Շնորհակալություն։ Մենք բոլորս նախքան սկսելը, նախքան կազմակերպելը հենց այսպես էլ պատկերացնում էինք, որովհետև աշխարհի տարբեր վայրերում այս պահին գնում են պատերազմներ։ Աշխարհը կարոտ է խաղաղության, աշխարհը տենչում է ընդհանրապես տիեզերքը խաղաղ համագործակցության։ Եվ պատահական չէ, որ այսօր մենք այս միջոցառման խորհրդանիշ ընտրել ենք Ղափաման։ Ղափաման մեր տոնատիսական կերակրատեսակներից այն եզակիներից է, որը խորհրդանշում է տարբեր ժողովուրդների եւ ազգությունների համերաշխության, խաղաղության խորհրդանիշն է կրում։ Եթե դուք բաղադրությունը գիտեք, իսկ վստահ եմ, որ դուք գիտեք, գթումն է, բրինձն է, բրինձի մեջ չլեր, անկուզեղեն եւ այլն եւ մեղը։ Ըստ այդ խորհրդի դդումը համարում է երկրագունդը, բրինձը համայն մարդկությունը, չլեր, անկուզեղենը դրանք տարբեր ազգությունների եւ հավատքի մարդիկ են միավորված մեղրով, միավորված լավ տրամադրությամբ։ Եվ այստեղ այս խորհրդի, այս լեգենդի հիմնական հղումը բարձրան այն է, որ երկրագունդը այնուամենայնիվ շատ փոքր է եւ մենք այնքան դրկից ենք ապրում մեկս մյուսի հետ, որ այնտեղ պետք է տիրի բարի դրացիության մթնոլորտը։ Ես ուզում եմ, որ